Բաքվի զինվորական դատարանում այսօր սկսել են ցուցմունք տալ 15 հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով տուժող ճանաչված ադրբեջանի քաղաքացիները։ Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին մանրամասներ է հաղորդել պետական ազերթաճը, տեղեկացնելով, որ Ստեփանակերտի նախկին բնակչուհի տուժող 72-ամյա Նազեիկա Աթաքշիևան պատմել է, որ աշխատել է Ղարաբաղի Մետաքսի կոմբինատում որպես ջուլհակ։ Նա ասել է, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հետ այդ նույն կոմբինատում էր աշխատում և զբաղվում էր սարքավորումների յուղման գործով։ Ավելի ուշ Քոչարյանը դարձել է Կոմսոմոլի քարտուղար, ապա և հակաադրբեջանական շարժման առանցքային մասնակիցներից մեկը։ Տուժող ներկայացվող Նազեիկա Աթաքշիևան նաև պատմել է, թե Ստեփանակերտում ադրբեջանցիներին այն ժամանակ լավ չէին վերաբերում, իսկ 1988-ից հետո վիճակն ավելի է վատացել։ Նրա խոսքով հայերը իր ուղղությամբ քարեր էին նետում, վիրավորում, ասում էին, թե հեռացեք այստեղից, մենք պետք է այստեղ ապրենք եւ այլն։ 72-ամյա ադրբեջանուհին պնդել է, թե 1988-ին իր տունը թալանել են ու ավիրել, որից հետո ստիպված ընտանիքով հեռացել է Աղդամ։ Продолжается заседание по рассмотрению уголовных дел в отношении 15 граждан Республики Армения, обвиняемых в совершении многочисленных преступлений против Азербайджана и его народа. Նախորդին Բաքվի ռազմական դատարանում ադրբեջանցի մեղադրողի հարցերին են պատասխանել Հայաստանի 6 քաղաքացիներ՝ Լևոն Բալայանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանն ու Էրիկ Ղազարյանը։ Նրանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին մեղադրվում են ահաբեկչության, ապօրինի խմբավորում ստեղծելու, անդամակցելու եւ ռազմական մի շարք ծանր հանցագործությունների համար։ Обвиняемый Давид Алахвердян ответил на вопросы государственного обвинителя Фуада Мусаева. 2023-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո գերեվարված Դավիթ Ալավերդյանը պատասխանելով ադրբեջանցի մեղադրողի հարցերին տեղեկացրել է, որ սովորել է Ստեփանակերտի համալսարանում, զինվորական ծառայությունն անցել է Ասկերանում։ 2020-ից պաշտոններ է զբաղեցրել գյուղատնտեսության ոլորտում, եղել է Արցախի գյուղատնտեսության նախարարի խորհրդական։ Ըստ ազերթաճի Դավիթ Ալավերդյանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղում ցորեն էին աճեցնում, որը հետո ուղարկում էին Հայաստան։ Он сообщил, что на ранее оккупированных суверенных территориях Азербайджана выращивалось зерно, которое затем направлялось в Армению. Իդեպ Դավիթ Ալավերդյանը նախորդին հարցաքննված Մելիքսեթ Փաշայանի համագյուղացին է Ասկերանի Սզնեկ գյուղից։ Նույն գյուղից է նաև Ադրբեջանի դատարանի առջև կանգնած Գուրգեն Ստեփանյանը։ Նա չնայած ծնունդով ջերմուկից է, սակայն բնակվել է Արցախում, աշխատել է որպես վարպետ թե Սզնեքում եւ թե Ստեփանակերտում։ Հարցաքննված Հայաստանի մեկ այլ քաղաքացի 46-ամյա Լևոն Բալայանը պատմել է, որ ծնվել է Բաքվում, մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմին։ Իդեպ հարցաքննության ժամանակ նա դժվարացել է պատասխանել ադրբեջանցի դատախազի հարցերին։ Արցախի նախկին արտգործնախարար գերեվարված Դավիթ Բաբայանն ըստ ազերթաճի փորձել է օգնել Լևոն Բալայանին, ինչի պատճառով զգուշացում է ստացել դատավորից։ Во время допроса Давид Бабаян попытался помочь Левону Балаяну с ответами, за что получил предупреждение от судьи. Որից հետո Բալայանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ծառայել է պաշտպանական բանակում եւ ստացել 400-ից 500 ամերիկյան դոլար աշխատավարձ։ Նախորդին հարցաքննված Հայաստանի մեկ այլ քաղաքացի Վասիլի Բեգլարյանն էլ պատմել է, որ զինվորական ծառայությունը անցել է Մարտակերտում, մինչև 2018 թվականը ապրել է Հադրութի շրջանում, ապա տեղափոխվել է Երևան եւ այնտեղ ապրել մինչև 2022-ը։ Նույն տարվա սեպտեմբերին վերադարձել է Ստեփանակերտ եւ զինվորական ծառայության անցել պաշտպանական բանակում, ստանալով 400,000 դրամի աշխատավարձ։ Ему платили около 400 тысяч драмов в месяц. Ադրբեջանական դատարանի առջև կանգնած Հայաստանի մեկ այլ քաղաքացի Էրիկ Ղազարյանը պատմել է, որ 2021-ին Ստեփանակերտ է եկել Ղափանից զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Ամսական ստացել է 400,000 դրամ աշխատավարձ։ Ղազարյանն ըստ ազերթաճի բացատրել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող էր Ղարաբաղում դիմել զինվորական ծառայության։ Դրա համար մի նախապայման կար՝ փոխել բնակության եւ գրանցման վայրը։ Նախորդ դատական նիստերի ընթացքում մեղադրող դատախազն արդեն հարցաքննել է ռազմաքաղաքական 7 ղեկավարներին՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Դատարանն անցել է տուժած ադրբեջանցիների հարցաքննությանը։ Հայկական կողմն այս դատավարությունները որակել է շինծու, հայտարարելով, որ դրանք ընթանում են դատավարական կոպտագույն խախտումներով եւ խոշտանգման աղաղակող նշաններով։